Ուրբաթօրյա ողջույններ, իմ փոքրիկ բարեկամներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե, ձեզ նաև ողջունում են ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, ապաչիները, ապաչի ընկերությունների քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, ուր է, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիպսերով, աղի ձողիկներով, նախաճաշիկներով եւ իհարկե մարշմելոներով հանդերձ 3 համի իմ փոքրիկ բարեկամներ, ծիածանի, ամպիկի եւ արևի համով մարշմելոներ։ Ես արդեն ասել եմ, որ մարշմելոները ունեն կախարդական ուժ։ Ասում եք կախարդական խոսքը, ալբուլդա, համ տեսում եք եւ Քերի Մուլտիկնիկի հետ նկարելուց հետո շատ գունեղ ներկում։ Իհարկե, ձեզ էլ ով է ողջունում։ Ճիշտ է, այս 21 տարիների ընթացքում երբևիցե նրան չեք տեսել, բայց ճանաչում եք։ Ժամապահ Քերին է ողջունում, Քերի ողջույն։ Ես հաղորդման սկզբից ասացի ուրբաթօրյա ողջույններ, իսկ ուրբաթ օրերը մենք ինչ էջ ունենք սիրելի փոքրիկներ, կախարդական փոստարկղ էջը։ Այսինքն մեր նամակների սենյակից ընտրում եմ ծրարներ, նամակներ, ընթերցում եմ փոքրիկների նամակները, ցուցադրում նրանց նկարները, եթե փոքրիկներ կան, ովքեր գեղեցիկ պատմություններ են հորինում, հեքիաթներ, լավ են նկարում, հրավիրում ենք մեր արվեստանոց, նվիրում ենք ապաչիներ եւ մեր փոքրիկները շատ ուրախ են լինում։ Ես 2 ծրար այդպիսի ընտրել եմ։ Բայց նախ եւ առաջ առաջին մասնակցի ծրարը եկեք բացենք սիրելի փոքրիկ բարեկամներ։ Որտեղից է նա։ Քաղաք Երևան, Չարբախ, ներքին Չարբախ, 5-րդ փողոց, 22 տուն, Մխիթարյան Լիլիից։ Տակնել գրված է Մխիթարյան Արմենակ, երևի հայրիկն է։ Տեսնենք ով է փոքրիկը եւ ինչ նկար է ուղարկել Քերի Մուլտիկնիկին։ Հենց նկարի ետևում գրում է փոքրիկը. Ես շատ եմ սիրում Քերի Մուլտիկնիկ, ինձ համար Պիկաչու նկարեք, խնդրում եմ, Լիլի։ Լիլի ջան, մեր հաղորդումներից մեկի ժամանակ անպայման քո առաջադրանքը կատարենք։ Այ հիմա ուզում եմ քո գեղեցիկ աշխատանքը ցուցադրել, Քերի ապա ցուցադրի։ Խխունջը, սունկ տնակը եւ խրճիթը։ Իսկ Լիլին քանի տարեկան է։ Երբ փոքրիկ է։ Լիլին շատ բարձր եմ գնահատում, ասում եմ ապրես Լիլի ջան, եւ այն ուղարկում եմ կախարդական փոստարկղ, թող մուլտ աշխարհի հերոսները տեսնեն եւ զարմանան, թե ինչ լավ ես դու նկարում Լիլի ջան։ Հիմա անցնում ենք հաջորդ ծրարին։ Քաղաք Արմավիր, Ջիվանու փողոց, 19 շենք, 35 բնակարան, Վարդուհի Ղազարյան։ Գեղեցիկ ծրարով նկարներ է ուղարկել Վարդուհի Ղազարյանը։ Հիմա կբացենք, եթե նամակ եղավ կընթերցեմ, ունի փոքրիկը։ Նույնիսկ մայրիկի համարն է ուղարկել, եթե հաղթող ճանաչվի Քերի Մուլտիկնիկը կամ ապաչիները անպայման նրան կհրավիրեն իր տաղավար։ Ողջույն Քերի Մուլտիկնիկ։ Քեզ գրում է Նշանյան Մարիամը։ Մարիամ, ողջույն, Քերին քեզ շատ է սիրում։ Դուք հյուր եք եկել մեր դասարանին եւ ես նույնպես ուզեցա ձեզ նման գեղեցիկ նկարել։ Ես շատ ուրախ եմ, որ իմ նամակը ձեզ մոտ է հայտնվել։ Իդեպ ես ուզում եմ հյուր գալ ձեր ստուդիա։ Ապաչիները կորոշեն եւ մուլտ աշխարհի հերոսները։ Հիմա կցուցադրեմ քո աշխատանքները։ Եթե հաղթող ճանաչվես, Նշանյան Մարիամ ջան, անպայման քեզ կհրավիրեն, տեսեք, Քերի Մուլտիկնիկի կախարդական մատիտին է նկարել Մարիամը։ Ինչ շատ է դուր եկել։ Հիմա քո նկարը, նամակը, ծրարը կուղարկեն կախարդական փոստարկղ եւ դրանից հայտնի կդառնա, թե ովքեր են հաղթող ճանաչվելու։ Տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, այն ծրարը, որտեղ հեքիաթներ են թաքնվել, որտեղից է այս փոքրիկը, Արմավիրի մարզ, Գյուղ Զարթոնք 0925, 8-րդ փողոց, տուն, երևի առաջի շենք, երկրորդ բնակարան, Ժաննա Մովսիսյան։
Այսպես ուրեմն։ Նախ ուզում եմ նկարը ցուցադրել։ Նամակը ընթերցենք, գիտեմ մի փոքրիկ հեքիաթ է հորինել մեր Ժաննան։ Հասցե Արմավիրի մարզ, գյուղ Զարթոնքը եւ այլն, Գուգարք Օհանյանի անվան փողոց, մեկ շենք, երկրորդ բնակարան։ Մուլտիկնի քաղաք, հասեն տեսեք ինչպես է գրել, մուլտիկնի քաղաք եւ նաեւ քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ եւ այլն եւ այլն։ Ժաննան է, հա։ Ժաննան ուրեմն իր նկարի պատկերով մի հեքիաթ է հորինել։ Քերը ուզում եմ դու ցուցադրես։ Հիշում եք, չէ՞, մենք նկարել էինք Չղջիկն ու Լուսինը, այսպիսի մի նկար, մուլտիպլիկացիոն, Քերը մուլտիկնիկը խնդրել էր, որ փոքրիկները հորինեն պատմություն եւ ուղարկեն մեր հասցեով։ Այս նկարը տեսեք, հիմա լսեք, թե մեր Ժաննան ինչ հեքիաթ է հորինել։ Ափսոս Ժաննան այստեղ հերոսահամար չի թողել, եթե հաղթող ճանաչվի, նրան հրավիրենք մեր տաղավար։ Այսպես է վերնագրել իր հեքիաթ պատմությունը։ Չղջիկը եւ Լուսինը։ Լինում է, չի լինում, երկու չղջիկ են լինում։ Նրանք որոշում են, որ արևմուտքին դուրս գան, որսի եւ կզբոսնեն միասին, ուղակի։ Օրը մտնում էր։ Նրանք դուրս եկան որսի, քիչ անց նրանք նկատեցին մի որսորդի, որը որս էր անում անտառում, բա, այդ որսորդը նկատեց չղջիկներին եւ ուզում էր հրացանով խփել, այսինքն կրակել։ Առաջին չղջիկը երկրորդին ասաց. «Արի, փախչենք այնպես, որ նա չնկատի մեզ։ Եթե նա տեսնի մեզ, ուրեմն իմացի, որ մեր վերջը եկել է»։ Մեկ ժամ անց նրանք գնացին տուն։ Երկրորդ չղջիկը մինչև տուն մտնելը երգում էր։ Լսվեց ինչ-որ ձայն։ Նա պտտվեց եւ տեսավ, որ Լուսինը արդեն ելել է սիրելի փոքրիկներ։ Նրան թվաց, թե Լուսինը նրա հետ խոսում էր։ Չղջիկը գնաց դեպի Լուսնի կողմ, ամպերի եւ ծառերի միջև։ Նա երկար ժամանակ խոսեց Լուսնի հետ, Լուսինը նրան ինչ արեց։ Լուսինը նրան վստահեց իրեն որպես ամենամոտիկ ընկեր, բա եւ իր գաղտնիքները պատմեց նրան, եւ նրանք դարձան հաշտ ու համերաշխ ընկերներ։ Բա այսպիսի հեքիաթ։ Ժաննա ջան Մովսիսյան, քո նկարը եւ հեքիաթ պատմությունը ուղարկում եմ կախարդական փոստարկղ, թող մուլտ աշխարհի հերոսները կարդան, քո նկարները նայեն եւ զարմանան։ Մեր հաջորդ ծրարը եւ հաջորդ մասնակիցը ով է։ Արմավիրի մարզ, գյուղ Զարթոնք, նույն գյուղից, 16 փողոց, այս անգամ 38 տուն։ Վիկտորիա Մովսիսյան։ Երբ քույրիկներ են կամ հորեղբոր աղջիկներ։ Այսպես։ Լավ, այսպես որոշենք։ Ուրեմն նամակը կընթերցենք, նկարները կցուցադրենք սիրելի փոքրիկներ։ Նոր հեքիաթը կընթերցենք, մեր այս փոքրիկն էլ հեքիաթ է հորինել։ Բարև սիրելի քերի մուլտիկնիկ, ձեզ գրում է Արմավիրի մարզի գյուղ Զարթոնքից Հայրապետյան Ռայսան է գրում։ Ես սովորում եմ 8-րդ դասարանում եւ այսօր գրել եմ հեքիաթ, գունազարդել այն, ցանկանում եմ մասնակցել մրցույթին 16 փողոց բնակարան եւ այլն, այստեղ հեռախոսահամարներն է գրված, եթե դու հաղթող ճանաչվես, անպայման մենք այս հեռախոսահամարով կզանգարենք, հեքիաթը պահենք, ցուցադրենք աշխատանքները։ Այս նկարը հեքիաթի մասին է։ Իսկ սա նրա անհատական աշխատանքներն են։ Աղջնակը մեջքով կանգնած եւ իր արջուկը խաղալիք է։ Երևի հենց փոքրիկն է։ Սա էլ քերի մուլտիկնիկի սովորեցրած մուլտիպլիկացիոն բուն է։ Շատ ապրես։ Քերի մուլտիկնիկը շատ է հավանում այս աշխատանքը։ Հիմա դուք սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ, մեր փոքրիկի անունը նորից հիշեմ։ Ռայիսան, Հայրապետյան Ռայիսան։ Հայրապետյան Ռայիսայի աշխատանքն եմ ուզում ցուցադրել։ Տեսեք, սունկը, նապաստակը այստեղ, աղվեսը, անտառ, շատ գեղեցիկ գուներ է նկարված։ Կարծում եմ հեքիաթը հենց այս պատմության մասին է։ Սունկի, նապաստակի եւ աղվեսի։ Եկեք ընթերցենք։ Այսպես ուրեմն, երկու էջով։ Այսպես է կոչվում հեքիաթը, ընկերները։ Մի անգամ նապաստակը շունչը կտրելով վազում էր անտառով։ Այդ ուր ես վազում, շլդիկ, ձայն տվեց սունկը։ Վայ, աղվեսը հիմա ինձ կբռնի, հազիվ կարողացա նրանից փախնել, ասաց նապաստակը։ Արի,
ես կփրկեմ քեզ, ասաց սունկը։ Ինչպես զարմացավ նապաստակը։ Իմ գլխարկով կծածկեմ քեզ եւ աղվեսը չի նկատի։ Արի, շուտ արի նապաստակ։ Նապաստակը մի ցածկով հասավ սունկին, կուչ եկավ, սունկն էլ գլխարկը թեքեց եւ ծածկեց նապաստակին։ Ինչ լավ է հորինել։ Այդ պահին հայտնվեց աղվեսը։ Սիրուն սունկ, նապաստակին չես տեսել։ Քաղցր ձայնով հարցրեց նա։ Տեսել եմ։ Ինչպես չէ, ասաց սունկը։ Վախից քիչ մնաց նապաստակի սիրտը կանգներ։ Շլդիկին այն կողմ, շլդիկը այն կողմ գնաց։ Արագ վազիր, որ հասնես, ասաց սունկը։ Շնորհակալ եմ, ասաց աղվեսն ու վազեց սունկի ցույց տված կողմը։ Դե թող գնա եւ մի ամբողջ օր շլդիկ փնտրի, ծիծաղեց սունկը եւ իր գլխարկը բարձրացրեց։ Հա, եղբայր, ինչպես ես։ Իսկ դու ինչու ասացիր, որ տեսել ես, կմկմաց նապաստակը, որ վազեր գնար այստեղից հեռու, բացատրեց սունկը։ Վայ, դու ինչ խելացի ես, դու փրկեցիր ինձ։ Ոչինչ, մի օր էլ ես քեզ պետք կգամ, ասաց նապաստակը։ Դատարկ բան է, ասաց սունկը, լավ է պատմես, թե ինչ կա անտառում, ինչպես է անցնում կյանքդ կամ անտառի կյանքը։ Առաջեց նապաստակը, մենք նապաստակներս այնքան թշնամիներ ունենք, որ սարսափից ու փախուստից չենք կարողանում աչք բացել, բայց ես ամեն օր կգամ քեզ մոտ եւ կպատմեմ անտառի կյանքից, որ մենակ չտխրես, խոստացավ նապաստակը։ Նա կատարեց իր խոստումը, շլդիկն էլի։ Նա ամեն օր գալիս էր սունկի մոտ, նստում ու նրանք երկար զրուցում էին։ Բայց մի անգամ նապաստակը շնչակտուր վազեց սունկի մոտ։ Հիմա ինչ է եղել, շլդիկ, ծիծաղեց սունկը։ Ուր է։ Վայ, երեխաները զամբյուղներով այս կողմ են գալիս, երևի սունկ են հավաքում։ Ես ինչ անեմ, վախեցավ սունկը։ Ոչինչ, ես քեզ կփրկեմ։ Ես կծածկեմ քեզ տերևներով եւ ծառի ճյուղերով։ Մի վախեցիր, ասաց նապաստակը։ Նապաստակը այնպես ծածկեց սունկին, որ նա չերևաց։ Ինքն էլ թաքնվեց թփերի մեջ։ Շուտով երեխաները եկան ու անցան։ Սունկն ու նապաստակը ազատ շունչ քաշեցին։ Նապաստակ, ինչ բարի ես, ասաց սունկը։ Դատարկ բան է, ասաց նապաստակը։ Ուրախ, չէ՞ որ մենք ընկերներ ենք։ Հեքիաթն ավարտվեց։ Երկնքից 3 խնձոր ընկավ։ Մեկը գրողին, այս փոքրիկին, մեկը պատմողին, մեկն էլ ձեզ սիրելի փոքրիկներ։ Շատ լավն է, ապրես դու։ Ես գերազանց եմ գնահատում քո այս աշխատանքը, իմ սիրելի Ռաիսա Հայրապետյան։ Դու այստեղ հեռախոսահամար ունես։ Ես անպայման այս թղթիկը հեռախոսահամարով կպահեմ։ Քերի մուլտիկնիկի կողմից ես քեզ կհրավիրեմ մասնակցելու մեր հաղորդմանը ու ապաչից նվերներ կստանաս, որտեղ ինչ շատ է դուր եկել, ճիշտ է քերի, քեզ դուր եկավ հեքիաթը։ Շատ լավ է։ Նույնիսկ նկարը ինչ շատ դուր եկավ, իսկ այս նկարն ու հեքիաթը կուղարկենք կախարդական փոստարկղ, թող մուլտ աշխարհի հերոսները տեսնեն ինչ տաղանդավոր փոքրիկներ կան Հայաստանում, բա այսպես ուղարկեցինք։ Քերի, մենք ինչքան րոպե է մնացել ավարտին։ Քերին, շատ բարի է, մեզ երկար ժամանակ է տալիս։ Իսկ մենք պետք է ձեզ հետ միասին գնանք հեքիաթների աշխարհ։ Դիտենք Ծուռ թատրոնի բեմադրված գեղեցիկ հեքիաթ ներկայացումները։ Այսօր ձեզ հետ միասին դիտելու ենք Խնկո-Ապոր, Ճպուրն ու Մրջյունը։ Հեքիաթների աշխարհում հայտնվելու համար պետք է ասենք մեր կախարդական խոսքը. Ալ-Բուդա։ Աթաբեկ Խնկոյան, Ճպուրն ու Մրջյունը, թռի վրի մի ճպուր, ողջ համարը շուր ու մուր, երգեց, ճռաց, ճռճռաց, մին էլ ձմերը, փռեց իրեն թևերը, բոցեց գորգը սպիտակ, դաշտերն առավ ձյունի տակ։
Անցան պայծառ օրերը, էլ որն ասեմ, էլ որը, երբ ամեն մի թփի տակ, թե սեղան կար, թե օթյակ։ Եկան օրեր ցկտաշունչ, ճպուրն ընկավ լուր ու մունջ, քաղցած փորին, էլ ինչ երկ, ցուրտը տարավ, ոտ ու ձերք։ Զնգր թողալով, ծանր սողալով, նա մրջունին ասում է, գլխիդ մոտող սանամեր, մի ճարարը շունչ առնեմ, ցրտից սովից չմեռնեմ, կերակրի, տաքացրու, մինչև գարուն ապրեցրու։ Ինչ խաբար է, սանիկս, զարմանում եմ ջանիկս, չաշխատեցիր ամառը, ասա ինչն էր պատճառը։ Այդպես բանի սանամեր, էլ ժամանակով ուներ, են խոտերում բուրավետ, երգում էի մերանց հետ։ Ուրեմն դու, այո ես, ողջ ամառը դեն ու դես, երգում էի մշտապես։ Երգում էի շատ բարի, այժմ էլ վռնի վերվերի, քամին ծապ տա դու բարի։ Խղճա ինձ։ Խնկո ապոր առակն այս, խորուրդ է մեծ, ծույի մարդկանց, որ ամեն մարդ գիտակցի, ով աշխատի նա գուտի։ Տեսնում եմ սիրելի փոքրիկներ, այսպես մոտիկից նայում եմ ձեր աչքերը, երբ որ փայլում են, ուրեմն մեր հաղորդումը, այսօրվա հաղորդումը ձեզ շատ է դուր եկել։ Մեզ մնում է հիշեցնել մեր հասցեն սիրելի փոքրիկ բարեկամներ, որովհետեւ դուք էլ ձեր հեքիաթ պատմությունները, նկարները ուղարկեք Քերի Մուլտիկնիկին։ Հասցեն հիշում եք, անփոփոխ է, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրների 2, կենտրոն հեռուստաընկերություն, Մուլտիկնիկ հաղորդմանը, բա հրաժեշտ եմ տալիս ձեզ ժամապահ Քերին, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, մեր լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը եւ Քերի Մուլտիկնիկը հրաժեշտ ենք տալիս ու ասում ամենաբարի խոսքը. Աստված ձեզ պահապան, Ալբուլդա։